Շնորհակալություն պարոն Խուդատյան, ես որպեսզի ելույթ չունենամ, որոշեցի հարցի տեսքով դիտարկումներս անեմ, խոսում եմ որպես համայնքի բնակիչ եւ իմ դիրքորոշումները ավելի շատ խոյ համայնքի գյուղերի բնակիչների դիրքորոշումներն են, քան Վաղարշապատի քաղաքի բնակիչների դիրքորոշումները, որտեղ ես այդտեղից եմ տեսնում իրավիճակը, նախ ինչ վերաբերում է նրան, որ երկու շատ խոշոր համայնք է միավորվում, խոսքային մասին չէ, որ տարածքային առումով է շատ խոշոր համայնք միավորվում, պարզապես Երևանից հետո ամենախիտ բնակեցված հատվածն է Հայաստանի եւ այդ գյուղերը եւ քաղաքը մխրճված են գրեթե իրար մեջ եւ մեր գյուղացիներից դիտանկյունից խոյ համայնքի 13 գյուղերի գյուղացիների դիտանկյունից շատ ավելի հարմար է եւ հեշտ է հասնել կամ գտնել էջմիածինը, այսպես ասած Վաղարշապատը ենթակառուցվածքային առումով կոմունիկացիաների առումով նրա առումով ինչ մենք սովորենք, քան իրար կողքի գյուղերի հետ նույնիսկ ենթակառուցվածքներով կապվել, դրա համար ուզում եմ ասել, որ առնվազն խոյ համայնքի 13 գյուղերի բնակիչների դիտանկյունից այս փոփոխությունը մի վարքյան իրանց է դուք չէիք հետևում եւ առնվազն նախադասությունս վերջացնեմ, եթե կարելի է չեմ հիշում լավ արձագանքի ժամանակ կհիշեք շատ լավ ես նորից պիտի ասեմ Տիկին Ղազարյան որ Էջմիածին քաղաքը, այսինքն Վաղարշապատ համայնքը եւ Խոյ համայնքը այս տրամաբանության մեջ տեղավորվող են, այսինքն նկատի ունեն, որ եւ ենթակառուցվածքային առումով ունեն ընդհանուր ենթակառուցվածքներ, մարզային նշանակության բազմաթիվ հաստատություններ, որոնք սպասարկում են Խոյ համայնքը, գտնվում են Էջմիածին քաղաքում եւ այն մտահոգությունը կամ այն դիտարկումը, որ այստեղ խիտ բնակեցված է, ես ձեզ հետ համաձայն եմ, բայց Վաղարշապատ միավորվող համայնքը այնուամենայնիվ չի դառնալու հանրապետության ամենամեծ միավորված համայնքը, մենք այդպիսի ավելի մեծ համայնքներ ունենք, օրինակ Արտաշատը էլի համայնքներ կան, որոնց ժամանակը ցույց տվել, որ իրենք կառավարման տեսանկյունից խոշոր համայնքային միավորները ավելի էֆեկտիվ են կառավարվում եւ կառավարման կարողությունների տեսանկյունից, որովհետեւ ավելի մրցունակ են իրենք եւ նաեւ ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ նորից պիտի կրկնվեմ, բայց շատ կարևոր է ֆինանսական համարտեսման մասին գործող օրենքի կարգավորումները նախապատվություն են տալիս բնակչության թվով մեծ եւ բազմաբնակավայր համայնքներին։ Շնորհակալություն։ Արձագանք Շնորհակալություն պարոն Խուդատյան, այդ խիտ բնակեցվածության հետ կապված ես իրական պարոն Ղազարյանն է արձագանքում, որ ասում էր երկու խոշոր համայնք ենք միացնում, երբ որ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչն է ասում երկու խոշոր համայնք, դրանք իրական շատ լայն տարածություններ են, իրարից հեռու սփռված գյուղեր են, երբ որ մենք ենք ասում, դրանք իրար մեջ մխրճված փոքր բնակավայրեր են շատ խիտ բնակեցված, դրա համար ասում եմ, որ այդ ընկալումը խոշորի եւ այս ընկալումը խոշորի տարբեր են եւ այսպես ավելի հարմար է այս խոշորը քանակի մասին է եւ երկրորդ բան, որ ուզում եմ ասել, մենք մի քանի ծրագրեր ունենք, որ քաղաք չունենալու բերումով մեր համայնք չէր կարողանում անել օրինակ երիտասարդական կենտրոնների, երիտասարդական մայրաքաղաքները, որոնք քաղաքային համայնքների հետ են աշխատում, ծրագրերը եւ էլի ծրագրեր կան, որոնք քաղաքային համայնքների հետ են աշխատում եւ վստահ եմ, որ այս խոյ համայնքի բնակչությունը էլի մեր դիրքերից եմ, հա, այս հարցը նաև ոչ այնքան քաղաքի բնակիչների շատ ուրախ է եւ ողջունում է այս փոփոխությունը, որտեղ մենք ավանդաբար Էջմիածնի հետ կապված համայնքներ ենք, էլի։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։